Մեծարգո պարոն վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի քաղաքացիներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր պատգամավորներին, քննարկումներին ակտիվ մասնակցության եւ առաջարկների համար։ Ազգային ժողովի պատգամավորների քննարկումների ընթացքում ստացել ենք ընդհանուր առմամբ 30 առաջարկներ եւ հարցումներ, որոնց մեծ մասը վերաբերում էր այս կամ այն միջոցառման մեջ ծախսերի ավելացմանը շուրջ 4.9 միլիարդ դրամի չափով։ Դրանք մանրակրկիտ ուսումնասիրվել են ճյուղային նախարարությունների կողմից եւ դրանց առնչությամբ տրամադրվել են մանրամասն պարզաբանումներ, որոնք ներկայացված են օրենքին նախագծին կցված հավելվածում, ամփոփաթերթում։ Առաջարկներից 15-ը ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել են 4.2 միլիարդ դրամի չափով, 3 հարցումներին տրվել են պարզաբանումներ, 12 առաջարկներ չեն ընդունվել, որոնց վերաբերյալ եւս ներկայացված են մանրամասն պարզաբանումներ։ 2026 թվականի պետական բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններ չեն նախատեսվել, այսինքն մեր կանխատեսումներով անվանական հնան կկազմի 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, աճելով 5.4%-ով, հնա դեֆլյատորը 3% եւ անվանական հնայի աճը կլինի 8.5%։ Պետական բյուջեի եկամուտների, ծախսերի եւ դեֆիցիտի անվանական ցուցանիշների փոփոխությունը չի հանգեցրել վերջիններիս գծով համախառն ներքին արդյունքի նկատմամբ կշիռների փոփոխությանը։ Կառավարության պարտ հնա ցուցանիշը 26 թվականի նախնական նախագծի 53.5% համեմատ նվազել է 0.6%-ային կետով, կազմելով 52.9%։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ նվազել է 0.2 միլիարդ դրամով։ Պաշտոնական դրամաշնորհները նվազել են 0.8 միլիարդ դրամով, ինչը պայմանավորված է նպատակային եւ աջակցության դրամաշնորհների փոխարժեքի փոփոխությամբ, ինչպես նաեւ նպատակային դրամաշնորհների վերանայմամբ։ Այլ եկամուտների 0.6 միլիարդ դրամով ավելացումը պայմանավորված է առանձին եկամտատեսակների վերագնահատումով, ինչպես նաեւ փոխարժեքի փոփոխությամբ։ Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է համախառն ներքին արդյունքի 4.5%-ի մակարդակում եւ կազմում է 536.8 միլիարդ դրամ, որ առաջին փուլի համար նվազել է 0.7 միլիարդ դրամով։ Պետական բյուջեի ծախսերը նախատեսում է 3 տրիլիոն 627 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերը 2 տրիլիոն 923 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը 704 միլիարդ դրամ։ Բյուջեի ծախսերը առաջին փուլի համեմատ նվազել են 0.9 միլիարդ դրամով ընթացիկ ծախսերի մասով։ Ծախսերի նվազեցումը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի վերագնահատմամբ։ Միաժամանակ, բացի վերնշվածից, պետական բյուջեի ծախսերում տեղի են ունեցել պետական մարմինների գծով փոփոխություններ հետևյալ ուղղություններով։ Էկոնոմիկայի նախարարության գծով ավելացել է 38.5 միլիոն դրամով, Արդարադատության նախարարության գծով ավելացել է 1 միլիարդ 247 միլիոն դրամով, Վարչապետի աշխատակազմի գծով ավելացել են 157.3 միլիոն դրամով, Ֆրանկոֆոնիայի 27 թվականի խաղերի ազգային կոմիտեի աշխատանքների համակարգման համար ի հաշիվ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության միջոցների։ Բարձրագույն դատական խորհրդի գծով ծախսերը ավելացել են 34.5 միլիոն դրամով, դատալեքս ծրագրի սպասարկման ծախսերի համար ի հաշիվ արդարադատության նախարարության միջոցների։ Շրջակա միջավայրի նախարարության գծով ավելացել են 341.6 միլիոն դրամով, էկոպարեկային ծառայության, Տավուշի մարզային վարչության շենք-շինությունների կապիտալ վերանորոգման, շինարարության եւ նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման ծախսերի համար։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գծով ավելացել են 302.5 միլիոն դրամով կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով։ Առողջապահության նախարարության գծով ավելացել են 1 միլիարդ դրամով, ֆինանսների նախարարության ծախսերը նվազել են 3.3 միլիարդ դրամով պետական պարտքի կառավարման ծրագրերի վերագնահատման արդյունքում։
Հանրային հեռարձակողի խորհրդի գծով ավելացել է 8 միլիոն դրամով, մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի գծով ավելացել է 10 միլիոն դրամով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գծով իրականացվել են միջոցառումների ֆինանսական միջոցների տեղափոխություններ 1.2 միլիարդ դրամով։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գծով իրականացվել են միջոցառումների ֆինանսական միջոցների տեղափոխություններ 3 միլիարդ 782 միլիոն դրամով, այդ թվում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային հետազոտություններ միջոցառման գծով ծախսերը ավելացել են 1 միլիարդ 928 միլիոն դրամով։ Պետական եկամուտների կոմիտեի գծով իրականացվել են միջոցառումների ֆինանսական միջոցների տեղափոխություններ 752 միլիոն դրամով։ Հարգելի գործընկերներ, բյուջեի պլանավորումը եւ կառավարումը դինամիկ գործընթաց է, ինչը պահանջում է ճկունություն եւ կառուցակարգերի շարունակական լավարկում։ Եվ այս առումով ուրախ եմ հայտնել, որ 26 թվականի բյուջեում թարմացվել եւ բարելավվել է միջնաժամկետ մակրոտնտեսական, հարկաբյուջետային եւ ծախսային շրջանակների տեղեկատվությունը, այդ թվում մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային շրջանակները ներկայացվել են հնգամյա կտրվածքով, բյուջետային ծախսային ծրագրերը ներկայացվում են եռամյա կտրվածքով, ուղերձի առանձին հավելվածով։ Բյուջետային ծախսերը եւ եկամուտները ներկայացվել են համախմբված ըստ առանձին պետական մարմինների, արտաքին օգտագործողների համար ապահովելով բյուջետային փաստաթղթերի եւ տեղեկատվության մատչելիությունը։ Ուղերձի առանձին հավելվածով ներկայացվել է բազմամյա ծախսային պարտավորությունների գծով տեղեկատվություն։ Ուղերձի առանձին հավելվածով ներկայացվել են պետական կառավարման մարմինների կողմից տնօրինվող պետական գույքի համար վարձակալական վճարի մոտարկված արժեքները։ 26 թվականին կշարունակվի կապիտալ ծախսերի գծով 25 թվականին ստանձնված, սակայն չիրականացված պարտավորությունների 26 թվական տեղափոխման մեխանիզմի կիրառումը։ Կատարելագործվել է մասնակցային բյուջետավորման գործընթացը։ 26 թվականին կընդլայնվի մասնակցային բյուջետավորման գործընթացում ընդգրկված համայնքների շրջանակը, իսկ բյուջետային հատկացումները կմեծանան, խթանելով բնակչության ակտիվ մասնակցությունը համայնքային ծրագրերի ձևավորմանն ու իրականացմանը։ 26 թվականից կգործեն բյուջետային ծախսերի վերաբաշխումների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդերից հատկացումների գործընթացի նոր կանոնակարգումները, որոնք կբարձրացնեն գործընթացների նպատակայնությունն ու արդյունավետությունը։ Հարգելի գործընկերներ, 26 թվականի բյուջեի նախագծումը սկսվել է 25 թվականի հունվարից, երբ ֆինանսների նախարարությունը հրապարակում է մեթոդական ցուցումները։ Պլանավորման գործընթացը, որով անցել ենք այս ամիսների ընթացքում, վկայում է այն մասին, որ վերջին տարիներին պլանավորման մշակույթի բարելավման ուղղված մեր ջանքերը տվել են շոշափելի արդյունքներ։ Սա առաջին հերթին հետևանք է նրա, որ հիմա մենք ավելի հստակ ենք գիտակցում, թե ինչ ենք ուզում, թե որ ռազմավարական նպատակին է դա ծառայում, եւ թե կոնկրետ ինչպիսի գործիքներով ենք պատրաստվում հասնել այդ նպատակին։ Տարաձայնությունները պետական տարբեր գերատեսչությունների միջև շատ ավելի քիչ են, որովհետև մենք ունենք միևնույն նպատակները եւ քննարկումները հիմնականում դրանց հասնելու ավելի արդյունավետ ուղիների որոնման մասին են։ 2026 թվականին կմեկնարկի ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց, որը հնարավորություն կտա ծրագրերի իրականացման ընթացքում հասկանալու արդյոք մենք հասնում ենք մեր նախանշած նպատակներին եւ ինչ արդյունավետությամբ։ Խոշոր ներդրումային ծրագրերի որակը բարձրացնելու նպատակով 26 թվականին կգործի հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման, առաջնահերթությունների որոշման, իրականացման եւ մշտադիտարկման նոր կարգը, ինչպես նաեւ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի բյուջետավորման նոր կարգավորումները։ Այս ամենով չափազանց ուրախ եմ արձանագրել, որ մեր ինստիտուցիոնալ կարողությունները զարգանում են արագ աճող հնարավորություններին համընթաց, ինչը վկայում է, որ մեր զարգացումը պատահական չէ, ժամանակավոր երևույթ չէ, այլ խորապես գիտակցված գործընթաց, որը ամբողջությամբ ուղղորդվում է մեր պետության կարևորագույն կառուցակարգերի զարգացմամբ։ Սա վստահություն է տալիս բոլոր հայաստանցիներին, որ մեր երկրում արժե ապրել եւ ստեղծագործել, իսկ միջազգային ներդրողներին ու գործընկերներին, որ Հայաստանը կանխատեսելի, հուսալի եւ հետաքրքիր վայր է տնտեսական նոր ծրագրեր իրականացնելու համար։ Հայաստանում բարեկեցիկ կյանք այլևս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ,
այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում կատարելագործվելու եւ զարգանալու անչափելի ազատություն եւ հրաշալի հնարավորություններ։ Եվ վերջում առիթը օգտագործելով ուզում եմ նշել, որ 25 թվականի բյուջեի կատարման ընթացքի մեր վերջին վերլուծությունները հիմք են տալիս կանխատեսելու, որ 25 թվականի ավարտին ծրագրված 5.5% բյուջեի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5%-ը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ, ինչի արդյունքում պետական պարտքը չի հատի ՀՆԱ նկատմամբ 50% շեմը։ Այս ամենով հանդերձ է, որ 26 թվական մուտք են գործում ավելի վստահ, քան երբևէ, կայուն տնտեսությամբ, կառավարելի եւ կայուն պարտքի մակարդակով եւ ապագայի նկատմամբ մեծ վստահությամբ։ Կառուցելու մրցունակ եւ ներառական Հայաստան, համոզված, որ ձեռնարկված բարեփոխումները շարունակելու են բերել իրենց արդյունքները, որ տնտեսության ներուժը ամբողջովին իրացվելու է, իսկ պետական կառավարման համակարգը շարունակելու է գործել նպատակային եւ արդար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում հայտ ներկայացնելու դեպքում մինչև 10 րոպեական տևողությամբ ելույթների իրավունք են ունենալու որոշ պատգամավորներ։